Սիրելի պատգամավորներ, նաև ցանկանում եմ տեղեկացնել եւ հիշեցնել, որ ես պահպանել եմ կուսակցության բոլոր որոշումները, խմբակցության բոլոր որոշումները եւ օրենքի նախագիծը ուղարկել եմ կարծիքի դեռևս մայիսի 19-ին։ Եվ ցանկանում եմ նշել, որ մայիսի 19-ից սկսած անցել է ավելի քան 1 ամիս եւ որևէ պատգամավոր չի ներկայացրել գրավոր առաջարկ կամ քննարկելու կարիք չի հայտնել, ցանկություն չի հայտնել։ Այսպիսով նախագիծը խմբակցությունում կարելի է ասել, որ դրական եզրակացություն է ստացել։ Քանի որ մենք ունենք ընդունված կարգ, եթե պատգամավորները սահմանված ժամկետում չեն ասում, որ ունեն հարցեր կամ առաջարկություններ կամ քննարկման կարիք, նշանակում է նախագիծը ստանում է դրական եզրակացություն։ Նման կերպ է նաև շրջանառվում կառավարությունում։ Եթե կառավարության անդամները շրջանառվելուց հետո մեկ շաբաթյա ընթացքում առարկություններ չեն հայտնում, անկախ նրանից կարծիք հայտնում են թե ոչ, համարվում է դրական եզրակացություն։ Եվ նաև ես այս մասով խոսել եմ խմբակցության ղեկավարի հետ, խնդրել եմ պարոն Կոնջոյանին, որպեսզի նա եւս խոսի պարոն Քոչարյանի հետ, համոզի, որպեսզի նա կատարի խմբակցության որոշումները, այսպիսով չխախտվի կարգը մեր կուսակցության եւ խմբակցության, որից հետո ես խոսել եմ նաեւ հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Խաչատրյանի հետ, խնդրել եմ, որպեսզի խոսա պարոն Քոչարյանի հետ եւ հարցը ներառենք առաջիկա նիստում, որից հետո պարոն Խաչատրյանը ինձ հետ այլևս կապի դուրս չի եկել եւ իմ զանգերին չի պատասխանել։ Բազմիցս զանգել եմ նաև պարոն Քոչարյանին, որպեսզի խնդրեմ կատարի խմբակցության որոշումները, ցավոք սրտի պարոն Քոչարյանը իմ զանգերին չէր պատասխանում։ Ես անգամ գնացել եմ նրանց բնակարան, հանդիպել եմ պարոն Քոչարյանին, խնդրել եմ, ասել եմ, որ այս նախագիծը իմ համար չի, այս նախագիծը այն անձանց համար, ովքեր գտնվում են անազատության մեջ եւ պետության համար է, որպեսզի կարևորագույն փոփոխություն կատարվի, ունենանք հավելյալ ֆինանսական մուտքեր եւ հավելյալ զինծառայողներ ու պայեստազորայիններ։ Ասել եմ, որ այս նախագիծը չընդունելով ինձ որևէ վատություն չեք անում։ Վատություն եք անում մեր այն տղաներին, ովքեր գտնվում են այսօր անազատության մեջ եւ այն տղաներին, ովքեր ցանկանում են վերադառնալ, բայց վախենում են Հայաստան գալ, քանի դեռ իրենց քրեական գործերը կարծված չեն։ Այսպիսով, եթե կան այլ հարցեր, ես փորձեցի կանխատեսել ձեր հարցերը եւ պատասխանել, եթե կլինեն այլ հարցեր, սիրով կպատասխանեմ գրավոր կամ այս տարբերակով, վիդեո տարբերակով, նշեմ, որ կառավարությունում եւս մեկ անգամ նշեմ, որ կառավարությունում կոմիտեի քննարկման ժամանակ միաձայն կառավարության բոլոր անդամները, նախարարական կոմիտեի բոլոր անդամները տվել են դրական եզրակացություն եւ դրական եզրակացությամբ նախագիծը սպասում է, թե երբ կներառենք ազգային ժողովի նիստերի օրակարգ։ Խնդիրը հետեւյալն է. եթե արտահերթ կարգով դա չանենք, այս գումարման ազգային ժողովում այլևս նախագիծը հնարավոր է չքննարկվի։ Դրա համար խնդրանքս է, որպեսզի մենք շտապենք եւ կարողանանք 1-2 օրվա ընթացքում որոշում կայացնենք եւ նախագիծը ներառվի խմբակցության նիստում, եթե կարիք կլինի, պատրաստ եմ քննարկելու, եթե կարիք կլինի աշխատանքային քննարկման, պատրաստ եմ հանձնաժողովում կամ այլ ֆորմատով, միայն խնդրանքս է, որպեսզի այս հարցը հնարավորինս շուտ լուծենք։ Շնորհակալ եմ։